Ողջույն, ողջույն։ Ուրեմն ինչպես միշտ սիրելի ժողովուրդ, ես նորից պիտի կրկնեմ, որ եւ ցավոք սրտի եւ բարեբախտաբար մեկնաբանություններից շատ-շատերը ես չեմ տեսնում։ Ցավոք սրտի ինչի համար, որովհետեւ այստեղ շատ լուրջ մեկնաբանություններ են լինում, որոնց ես չեմ հասցնում պատասխանել, որովհետեւ մի քիչ շատ էսպես սեղմված է մեր գրաֆիկը եւ բարեբախտաբար ինչի համար, որովհետեւ ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնց թվում է, թե մենք այստեղ հեքիաթներ ենք պատմում։ Ընդհանրապես այս հեքիաթ բառը գնալով ավելի հաճախակի է այսպես հայտնվում իմ մեկնաբանությունների մեջ, իմ մեջում առավելապես ուզում եմ դիմել այս մարդկանց, ելի ժողովուրդ, եւ ընդհանրապես այս մարդկանց չէ կոնկրետ, որովհետեւ նման մարդկանց հետ մենք ասելիք տալ առնելիք այսպես ժողովրդական լեզվով ասած չունենք։ Ես նորից դիմում եմ ձեզ բոլորիդ եւ խոսքս ուղղում եմ իհարկե adekvat առողջ հասարակությանը, մեր հետևորդներին, ովքեր կիսում են մեր այսպես ասած կարծիքը, մեր մտահոգությունը եւ ովքեր գնահատում են մեր աշխատանքը, ինչը ինձ համար ամենամեծ շնորհակալություն է այդ գնահատականը։ Ես դիմում եմ ձեզ ելի ժողովուրդ։ Պատմությունը ինքը ճշգրիտ գիտություն չէ, մենք սրան մասին արդեն խոսել ենք։ Եթե մենք հետ գնանք մեր թվարկությունից առաջ, չգիտեմ, այսպես հետ գնանք, չգիտեմ, շումերներ, ինկեր, ացտեկներ, կարևոր չէ, հազարամյակներ առաջ բնական է, չէ, որ ինչ-որ քարանձավային, այսպես, չգիտեմ, արձանագրություններ, ինչեր, այսպես կամաց վերականգնվում է պատկերը, բայց ինչը որ կապված է ընդամենը 100, 150 կամ 200 տարի առաջվա փաստերի հետ, պատմություն, այսպես լայն իմաստով մենք իհարկե նկատի ունենք այն ամենը, ինչ արդեն եղել է, ինչ արդեն անցել է, մնացել է անցյալում եւ դարձել է պատմություն։ Բայց ինչը որ արդեն եղել այս վերջին 200-ամյակների ընթացքում, սիրելի ժողովուրդ, ինչի մասին ես անձամբ խոսել եմ առնվազն 3 գրքերում, ամենայն պատասխանատվությամբ ես ձեզ ասում եմ, որ ինքս պատասխան եմ տալիս այն ամենի համար, ինչը որ գրել եմ ես, բայց եթե դուք բացեք 3 գրքերը, 3 գրքերի նախաբանում էլ դուք կկարդաք, որ մենք օգտվել ենք համացանցից, տարբեր աղբյուրներից, տարբեր կարծիքներից, հիմնականում ռուսական աղբյուրներից եմ ես օգտվել, փակ աղբյուրներից, ասես կարելի ասել, դժվար հասանելի աղբյուրներից, ինչը որ կապված է ԽՍՀՄ-ի պատմության հետ, Ստալին բերիա, չգիտեմ, այսպես այնպես։ Թուրքիայի կամ Պարսկաստանի դեպքում մեր ժողովրդի մասին խոսելիս մենք շատ երկար աշխատել ենք, եղել է մեկ շաբաթ աշխատել ենք մեկ կերպարի պատմությունը ստանալու համար, որովհետև թարգմանել ենք եւ արաբերենից, եւ թուրքերենից, եւ պարսկերենից, որովհետև հայերեն կամ չենք գտել որևէ նախադասություն այս մարդկանց մասին, կամ էլ գտել ենք 2 բառ, 3 բառ, չգիտեմ, այսպես անդադ, ու անընդհատ, որ ասենք անուններ եք մեջ բերում, անուններ եք տալիս, ամենայն հարգանքով սիրելի ժողովուրդ, ես միակը չեմ։ Ես երբևէ ինձ չեմ գերագնահատել եւ թույլ էլ չեմ տալիս իմ հասցեին որևէ այսպես դիֆերանտներ։ Ես անում եմ մի բան, որը կարող էր անել եւ մյուսը եւ մյուսը եւ մյուսը։ Բայց երբ որ դուք տալիս եք անուններ ասելով, որ այս ամենի մասին արդեն խոսել են, այսպես այնպես, ես գիտեմ, ես ճանաչում եմ մարդկանց ում անունները դուք տալիս եք, այնտեղ ինֆորմացիան սահմանափակվում է 2-3 տողով, անուն, ազգանուն, ծնվել է այս մարդը ազգությամբ հայ է։ Նրանք, ովքեր տեղյակ չեն իմ գրքերից, ելի ժողովուրդ, այդ գրքերում կան վերլուծություններ, այդ գրքերում կան նախաբան, այդ գրքերում կա վերջաբան, բացի այն ամենից, ինչը գրված է մարդկանց մասին, կա նախաբան եւ վերջաբան։ Այսինքն ես այստեղ դրել եմ իմ ներածական խոսքը եւ վերջնական խոսքը 3 գրքերը շարունակելով, հուսով եմ Աստվածն առաջ կհասնենք 4-րդ գրքին։ Օրինակ, Ալեքսանդր Հարությունյանի մասին կոնկրետ մի խելացի գիտակ, այսպես
Մարդ, որը ստեղծել էր այն մեխանիզմը, եթե նրանք ովքեր տեղյակ են, նրանք ովքեր նայել են իմ հաղորդումը, նախորդ կարծեմ, չեմ հիշում, նախորդ թե վերջին հաղորդումներ կարծեմ, մարդ, որը ստեղծել էր այդ բազմաճյուղանի հորատման մեխանիզմը, մեկը տակ է գրել էր, որ հանկարծ մասնագետներ կարդան, կարողանալու եք սրա պատասխանը տալ։ Նախ այդ մասնագետ կոչվածները, եթե այդպիսի մասնագետներ կան Հայաստանում, հա, այդ մասնագետ կոչվածները պիտի իրենք առաջինը խոսեին Հարությունը Վարամայիսի մասին կամ Ալեքսանդր Հարությունյանի մասին, որոնց մասին ես ձեզ պատմել եմ։ Այդ մարդիկ պիտի առաջինը խոսեին։ Նավթի մասնագետը ո՞րն է, ես չգիտեմ։ Ես խոսում եմ մարդու կենսագրականից, որտեղ գրված է աղբյուրներում այս մարդը գոյություն ունեցել է։ Մարդը չգիտեմ, միֆոլոգիայից չի, հասկանում եք։ Այս մարդը դիցաբանական կերպար չի, այս մարդը Պեգասը չի մեղայացում։ Այս մարդը ապրել է մոլորակի վրա, այս մարդը ազգությամբ հայ է, այս մարդը ստեղծել է մեխանիզմ, որով թույլ է տրվում, այսինքն ոչ թե թույլ է տրվում, որի միջոցով կարողացել է նավթը հորատել բազմաճյուղանի, այսպես ճյուղավորված նավթահորերում։ Կամ Արամայիս Հարությունովը, ասենք 17 տարեկանում ստեղծել է այդ կենտրոնախույս պոմպը, որի միջոցով նավթը դուրս էին բերում։ Այս մարդիկ գոյություն ունեն, սրանք հեքիաթներ չեն, սիրելի ժողովուրդ, եւ ես ամենայն հարգանքով շատ հարգում եւ սիրում եմ եւ մինչեւ այսօր կարդում եմ, ասենք, բոլոր ժամանակների լավագույն հեքիաթագրին փիլիսոփա է, ոչ թե հեքիաթագիր, մի քիչ շատ սենտիմենտալ կհնչեր այդ բառը, բոլոր ժամանակների լավագույն փիլիսոփա Քրիստիան Անդերսենին հարգելով եւ կարդալով որպես փիլիսոփա, ես հեքիաթագիր չեմ։ Ես ընդամենը բերում եմ փաստերը, բացեք, կարդացեք եւ մեծ հաշվով, սիրելի ժողովուրդ, պատմությունը մաթեմատիկայի հետ շատ ընդհանուր բաներ ունի։ Երբ որ ես ձեզ ասում եմ թվեր, դուք կարող եք բացել այդ թվերը ճշտել։ Մարդիկ կան, որոնց մասին կգտնեք տեղեկություններ, մարդիկ կան, որոնց մասին ոչինչ չեք գտնի։ Անուններ կան իմ 3 գրքերում, սիրելի ժողովուրդ, որոնց մասին դուք ինչքան էլ փնտրեք, հայերեն որևէ արտահայտություն չեք գտնի։ Եթե կհասկանաք արաբերեն, խնդրեմ, բացեք, կարդացեք։ Եթե կհասկանաք թուրքերեն, ես թուրքերենից եմ թարգմանել մարդկանց մասին, որոնց մասին հայերեն տեղեկություններ գոյություն չունեն։ Ես պարսկերենից եմ թարգմանել մեր կանանց մասին որոշ տեղեկություններ, որոնք պիտի զետեղենք 4-րդ գրքում, իմիջիալոց 4-րդ գիրքը բացառապես հայուհիների մասին է, ինչպես եւ խոստացել ենք, Աստված առողջություն տա, ապրենք ամենա եւ գիրքը ձեզ կհասնի գարնանը։ Պարսկերենից ենք թարգմանություններ արել, դուք կբացեք, դուք կկարդաք, նրանք ովքեր սպասում են, նրանք գիտեն ես ինչի մասին եմ խոսում, բայց տարական մաթեմատիկային տիրապետելու դեպքում դուք կարող եք այդ թվերը պարզապես վերցնել, դնել իրար կողքի, ժողովուրդ, բացել, նայել, ենթադրենք 1939 թվական։ Ես ձեզ պատմեցի, որ 1939 թվականին սովետական B2 ծանր կործանիչները օդ բարձացան Մերձմոսկովյան, կարծեմ թե Լենինգրադի մերձակա օդանավակայաններից մեկից, օդ բարձացան օդանավականից 1939 թվական, հիմա ես գալու եմ այդ 39 թվականին հաղորդման մեջ։ Կատարեցին պայմանական մարտական առաջադրանքը 1939 թվական, սիրելի ժողովուրդ, նրանք ովքեր տեղյակ չեն, ովքեր չեն լսել։ Կատարեցին պայմանական մարտական առաջադրանքը եւ բարեհաջող վայրեջ կատարեցին օդակայանում առանց օդաչուի։ 1939 թվական, Սովետական Միություն։ Ես վստահ չեմ, որ աշխարհում 1939 թվականին վստահ չեմ, ոչ թե վստահ չեմ, ավելի շատ տեղեկացված չեմ, ես չգիտեմ, ես չեմ գտել աղբյուրներ, որտեղ ասվում է, որ 1939 թվականի տվյալներով կար այդպիսի մեխանիզմ, որը թույլ էր տալիս ինքնաթիռները ղեկավարել, օդ բարձրացնել կամ իջեցնել առանց օդաչուի, բայց Չաչիկյան Ռուբենը ստեղծել էր այդ մեխանիզմը եւ այդ մեխանիզմի շնորհիվ 1939 թվականին Սովետական Միությունում օդ բարձրացավ եւ վայրեջ կատարեց առաջին ռմբակոծիչը առանց օդաչուի։ Կենցաղային, ոչ թե կենցաղային, այլ մեր մերձակա հարևանների լեզվով ասած, այսպես մեր հավատարիմ դաշնակցի լեզվով ասած, առաջին բեսպիլոտնիկը 1939 թվականին, բացեք, կարդացեք, սիրելի ժողովուրդ։
Հիմա ես ինչ որ կասեմ, սա նույնպես թվեր են, այս թվերը դուք կարող եք համադրել, սիրելի ժողովուրդ, կարող եք բացել եւ կարդալ։ Ես որևէ բան չեմ հորինում, որևէ բան չեմ ավելացնում, որևէ բան չեմ պակասեցնում։ Ձեզ մնում է ընդամենը թվերը գումարել։ Ուրեմն 1918 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Կոմպեն քաղաքում, Կոմպենյան անտառ կա, այսպես ասած, Կոմպենյան անտառում Գերմանիան ստորագրեց, այսպես ավելի շատ հաշտության պայմանագիր էր կոչվում, բայց այսքանով դադարեցվում էր կրակ, այսպես կարելի ասել, առաջին աշխարհամարտի մասին է խոսքը։ Կոմպենյան անտառում ստորագրվեց այդ Կոմպենյան հաշտության պայմանագիրը, Ֆրանսիայի կողմից մարշալ Ֆոշներ նստած այսպես, Գերմանիայի կողմից կանցլերը այդպես ստորագրեցին, որ կրակը դադարեցվում է, առաջին համաշխարհային պատերազմը այսպես փաստացի մոտենում էր իր տրամաբանական ավարտին։ Այս պայմանագիրը ավելի ուշ, գրեթե 1 տարի անց, արդեն 19 թվականի ամռանը ամրագրվեց Վերսալյան պայմանագրով եւ Վերսալյան պայմանագրով վերջ դրվեց առաջին աշխարհամարտին։ 1918 թվականի մասին է խոսքը։ Այս պայմանագիրը, Կոմպենյան պայմանագիրը եւ արդեն 1 տարի անց գրեթե 8-9 ամիս անց գրեթե Վերսալյան պայմանագիրը շատ ծանր ընդունեց եֆրեյտոր Ադոլֆ Հիտլերը։ Քաղաքական շրջանակներում այս մարդուն մինչև կյանքի վերջ եֆրեյտոր էին ասում, սովորական եֆրեյտոր էր, մարդ, որը մասնակցել էր պատերազմին, մարդ, որը գիտեր ինչ բան է պատերազմը, գիտեր ինչ բան է զոհերը, արյունը տեսել էր, կրակը տեսել էր, ի տարբերություն ժողովուրդների հայր Յոսիֆ Ստալինի, որը 6, 7, 8 կամ 11 այսպես կրկնօրինակներ ուներ եւ մոսկովյան մետրոյի կայարաններից մեկը պատերազմի հենց առաջին օրերին, 41 թվականի հունիսին տրամադրել էին այդ մարդուն եւ այդ մարդը այդտեղից այդպես էլ դուրս չեկավ։ Ասում են, որ ողջ պատերազմի ընթացքում, այդ 5-6 տարիների ընթացքում, եթե այսպես ավելի շատ, եթե 39 թվականից հաշվենք, երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, հիմա ես դրա մասին կասեմ, ասում են, որ իրական Ստալինին Կրեմլում տեսել են երևի թե 2-3 անգամ, իսկ Հիտլերը պատմությանը հայտնի բոլոր ժամանակների ամենաայսպես գլխակեր մարդակերներից մեկը Ադոլֆ Հիտլերը, որ քանի միլիոն մարդու կյանք կերավ այս մարդը, շրջում էր պատերազմական այդ ռազմաճակատի գրեթե բոլոր անկյուններով շրջում էր այս մարդը զինվոր էր, այս մարդը պատերազմ տեսել էր եւ գիտեր ինչ բան է պատերազմը։ Ամենայն դեպս 18 թվականից 22 տարի անց 18-22, արդեն 1940-41 թվականն է գալիս, նույն ժամանակահատվածում ամռանը Վերմախտի զորքերը մտան Ֆրանսիա, Ֆրանսիան կապիտուլացվեց, 2 շաբաթից ավել չի տևել պատերազմը։ Երբ որ Հիտլերը մտավ Ֆրանսիա, սիրելի ժողովուրդ, ես այս ամենը բերելու եմ եւ զուգահեռներ եմ տանելու մեր ժողովրդի հետ։ Ինչպես ծագեց ֆաշիզմը, ովքեր էին պայքարում ֆաշիզմի դեմ, ինչ քաղաքական խաղեր կային այս ընթացքում, այս պատերազմական այս ընթացքում սկսված 1914-ից իմիջիալոց առաջին աշխարհամարտից, երբ որ կայսրությունները փլուզվեցին, մինչև 45 թվականի այդ վերջնական կապիտուլացիան Գերմանիայի եւ Ճապոնիայի եւ ինչպես հայերը այսպես առանցքային դեր ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում, որը իրենք չէին սկսել։ Մեծ հաշվով սա իրենց պատերազմը չէր, սիրելի ժողովուրդ, բայց գոյություն ուներ ԽՍՀՄ, գոյություն ուներ սովետական միություն, անունը դրեցին հայրենական պատերազմ եւ հայերը գնացին, բայց մինչեւ այստեղ հասնելը ուրեմն երբ որ Հիտլերը մտավ Ֆրանսիա, Ֆրանսիան կապիտուլացիա միանգամից կապիտուլացվեց, երբեմն եֆրեյտոր Հիտլերը, արդեն ֆյուրերը ինքը, Կոմպենյան արդեն Փարիզում էին պահում, թանգարան էին տարել մարդիկ, որտեղ առաջին աշխարհամարտում Գերմանիային ստորացրել էին։ Վերսալյան պայմանագրով, սիրելի ժողովուրդ, նրանք ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ Գերմանիային ուղղակի մաս արեցին։ Բացի տարածքային կորուստները, որ անցավ Արևելյան Եվրոպա, որը Լեհաստան, որը Ռուսաստան, որը Ֆրանսիային անցավ, այսպես քաղաքները չասենք, գտանցքներով, Կալինինգրադներով, չգիտեմ, այսպես մեծերով, այսպես Ստրասբուրգներով, ինչը որ մեջ արեցին։ Գերմանիայի վրա դրվեց ահավոր սարսափելի պատժամիջոցներ։
ուրեմն մոտ 269 միլիոն ոսկի ֆրանկներով Գերմանիան պարտավորվում էր մուծել դաշնակից պետություններին, Անտանտին, այսպես ասած, հա, Անտանտնով էր Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա։ 269 միլիոն ոսկին, սիրելի ժողովուրդ, եթե վերածում ենք իրական ոսկու, սա մոտ 100,000 տոննա ոսկի է անում։ Մարդիկ նստել են եւ հաշվել են, պատմաբաններ, չգիտեմ, մաթեմատիկոսներ, գիտնականներ նստել են եւ հաշվել են, որ եթե Գերմանիան 1919 թվականին արդեն ստորագրված Վերսալյան պայմանագրից հետո շարունակեր, այսպես մուծել այդ 269 միլիոն ֆրանկը, ասում են, որ մինչև 2000 թվականները հազիվ մարեր այդ պարտքը։ Բացի սրանից Գերմանիայի վրա դրվեցին, գիտեք, այդ պատժամիջոցները, բանակ ունենալ չես կարող զորակոչ անել, չես կարող ոչ մեկի բերել, կամավոր եթե կուզենան գալ, չգիտեմ, 20, 30 թե 40 հազար այսպես պայմանական թիվ էին դրել, որ գերմանացիները դրանից ավել ոչինչ չէին կարող ունենալ, եւ սա բանակ էլ չէր։ Սեփական ոստիկանություն էլ չունեին այս մարդիկ, դաշնակիցները ստորացրել էին, եւ Եֆրեյտոր Ադոլֆ Հիտլերը տասնամյակներ պայքարելով այս իր նպատակին հասնելու համար ազգայնականության ֆոնի վրա ստեղծեց այդ նացիզմի գաղափարը, որը ի դեպ նա ոչ թե գողացել էր, այլ վերցրել էր իր ուսուցչից։ Ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ով էր Ադոլֆի ուսուցիչը։ Ֆաշիզմը, երբ որ ասում ենք, սիրելի ժողովուրդ, ֆաշիզմը միանգամից ասոցացվում է Հիտլերի հետ, բայց Հիտլերը ֆաշիզմի դերակատարներից էր։ Ֆաշիզմը ծագել էր 20-ական թվականներին Իտալիայում, Բենիտո Մուսոլինին էր ֆաշիզմի, այսպես ասած, այդ ջրահակիրը, այսպես եթե կարելի ասել։ Ադոլֆը Բենիտո Մուսոլինին համարում էր իր ուսուցիչը եւ նրա այսպես այդ ամբիցիաներով, նրա այդպես գծագրերով, ինչը որ խոսում էին, ինչ որ անում էին եւ զարմանալիորեն խելացի էր այս մարդը, սիրելի ժողովուրդ, մարդակեր, մարդասպան, ֆաշիստ, բայց խելացի այնքանով, որ կարողացավ բոլորի թուլությունները օգտագործել հենց իրենց դեմ, այս քաղաքական այս պոռնկության մեջ Հիտլերը կարողացավ Անգլիային եւ Ֆրանսիային համոզել, որ ինքը հարձակվելու է Ռուսաստանի վրա, Ռուսաստանին կարողացավ համոզել, որ իր նպատակը Եվրոպան է, եւ երկուսին էլ խաբեց վերջին հաշվով։ Ուրեմն 32 թվականին արդեն այս մարդը առաջին անգամ փորձում է պրեզիդենտ ընտրվել, հա, կանցլեր ընտրվել, բայց առաջին աշխարհամարտի զորավարներից Գինդենբուրգ, կարծեմ, այսպես զորավարներից գերմանացի Գինդենբուրգին պարտվում է։ Երբ որ պարտվում է Գինդենբուրգին, ազգայնականությունը սկսում է ավելի աճել, ես սա նախապատմությունն եմ ասում, սիրելի ժողովուրդ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես եկավ այդ մարդակերությունը աճեց, քաղցկեղի պես տարածվեց աշխարհով եւ ինչ արեցին հայերը եւ վերջում ում վերագրվեց այս ամեն ինչը։ Հայերը ասելով նկատի ունենալու եմ ես բնակչության թվին նայելով։ Այսինքն ոչ թե հայերը միայնակ չգիտես ինչեր արեցին, այլ նայելու ենք բնակչության թվին, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն Հիտլերը գնաց շանտաժի, Գինդենբուրգին շանտաժ էր անում, ասում էր քո տղան այսպես ինչ-որ ստվերային եկամուտներ ունի, չգիտեմ ինչ ունի, ստիպեց այս Գինդենբուրգին, ասեց դու պիտի ինձ դնես Գերմանիայի ռեխկանցլեր։ 33 թվականին փաստացի իշխանությունը անցավ Հիտլերին, հենց առաջին օրվանից, հենց առաջին պահից Հիտլերը միանգամից դուրս եկավ ազգերի լիգայից եւ այսպես չեղյալ անելով այդ ամեն տեսակ սանկցիաները, որ դրվել էին Գերմանիայի վրա, զորք պիտի չունենաս, զենք պիտի չունենաս, միանգամից զորակոչ հայտարարեց եւ ստեղծվեց այսպես էլիտար գերմանական, այսպես էլիտար զորամիավորումը, որ SS-ներ էին ասում, հա, SS-ը, SS-ի զինվորները համարվում էին, ասենք, գերմանական էլիտայի ներկայացուցիչների միջալոց, սրանց հատուկ էին ընտրում։ Պիտի լինեին անպայման բոյով, անպայման կապուտ աչքերով, արիացիներ էին ասում իրենք չգիտես, եւ Հիտլերի նպատակը պատկերացնում եք, որ գանգերով զինվորներ էին ընտրում։
Գանգերով Հիտլերը համոզված էր, որ միայն գերմանացու գանգն է, այսպես բարձր ռասայի ներկայացուցիչներ, մնացած բոլորը, չգիտեմ, համենայն դեպս գնչուներից եւ հрьяաներից շուտապույտ ազատվել էր ուզում ես մարդը եւ գնաց այս պատերազմին։ Ուրեմն 35 թվականին արդեն սիրելի ժողովուրդ, դուք նայեք խաղերը ուշադիր նայեք։ Անգլիացիները եւ ֆրանսիացիները, որոնք գերմանացիներին ստորացրել էին առաջին աշխարհամարտից հետո, անհասկանալի էր մինչեւ այսօր պատմաբաններով, չգիտեմ ինչերով, որպես մտածում են, ասում են, ինչ անհասկանալի պատժամիջոցներ էին դրել 100 միլիոն տոննա ոսկի գերմանացիները մինչև 2000 թվականներ արդեն ասացի պիտի աշխատեին, որ այդ պարտքերը փակեին։ Մինչև այսօր պիտի փակեին մարդիկ այդ պարտքերը, եթե չսկսվեր երկրորդ աշխարհամարտը։ Եվ ուրեմն Հիտլերը ստեղծեց այդ գերմանական նոր բանակը, Վերմախտը, գիտեք, հա, եւ 36 թվականին չեղյալ անելով բոլոր պատժամիջոցները, Վերմախտի զորքը ֆրանսիական այսպես տարածքից մի փոքր փորձեց զավթել։ Եվրոպացիները միանգամից այսպես լրջացան, Հիտլերը մեծ ցանկություն ուներ ոչնչացնելու աշխարհի երեսից հենց Ֆրանսիան եւ Անգլիան, որովհետեւ առաջին այդ անտանտի պետությունների մեջ ասացի, արդեն Անգլիան, Ֆրանսիան եւ Հիտլերի գերագույն գլխավոր նպատակը բոլշևիկներին մարքսիզմը այսպես մոլորակի վրայից վերացնել են, ասում էր պիտի մարքսիզմը վերանա մոլորակի վրայից։ Եվ ուրեմն երբ որ մտավ Ֆրանսիայի տարածք, ելի ժողովուրդ, այստեղ եվրոպացիները մի քիչ սկսեցին ավելի լրջանալ, Ճապոնիան թևավորվեց։ Հայրի մասին դեռ ոչինչ չկա, ոչ մի խոսք չկա, այստեղ աշխարհում ինչպես է առաջ գալի ֆաշիզմը։ Ճապոնիան թևավորվեց։ Ճապոնիան թևավորվեց եւ մտածեց, որ կարելի է Արևելյան Ասիայի տարածքները վերցնել, գրավել, քանի Հիտլերը այնտեղից մտնում է Եվրոպա, Հիտլերը գնալով արդեն թափ է հավաքում, Հիտլերին միացան իմիջիայլոց Ֆինլանդիան, Ռումինիան, Հունգարիան, այսպես, հա, Իտալիան արդեն ասացի, եւ եկավ 1938 թվականը։ 1938 թվականին Հիտլերը գտավ ամենաէֆեկտիվ իր այսպես գեստապոյի չէ, երրորդ ռեյխի ամենաէֆեկտիվ քաղաքական գործիչներից Ռիբենտրոպին։ Ռիբենտրոպին Հիտլերը հանձնարարեց ամենակարճ ժամկետներում գտնել Եվրոպան կես անելու տարբերակները։ Առաջինը թե այսպես բռունցքի տակ ընկավ Ավստրիան։ Առանց որևէ կրակոցի, առանց որևէ բանի Ավստրիան հանձնվեց եւ հանձնվեց ոչ թե այսպես կապիտուլյացիայով, Ավստրիան Հիտլերը հռչակեց գերմանական տարածք, ասեց սա իմ տարածքն է, վերջ։ Հաջորդը ընկավ Չեխոսլովակիան։ Տեսեք, սովետական միության մասին ոչինչ չկա։ 38 թվականին արդեն մտավ Չեխոսլովակիա։ Իմիջիայլոց Չեխոսլովակիայի եւ Գերմանիայի սահմանին Սուդետներ էին կոչվում, Սուդետյան այսպես տարածք էր կոչվում, մոտ 3.5 միլիոն էթնիկ գերմանացիներ էին ապրում այն ժամանակ։ Հիտլերը կարողացավ օգտագործել նրանց, ռոպագանդայի միջոցով կարողացավ այս մարդկանց մեջ ազգայնականությունը ներարկել, այս մարդիկ դուրս եկան չեխական կառավարության դեմ ըմբոստանալու եւ Հիտլերը կարողացավ մտնել Չեխոսլովակիա, այստեղ արդեն Ռուսաստանը կամաց, Ռուսաստանը չէ, սովետական միությունը, պարոն Ստալինը կամաց սկսեց այսպես ձգվել, ասեց այսպես որ գնա լավ չի լինի։ Չեխոսլովակիա, հաջորդը արդեն գալու է հասնի մեզ։ Ես չգիտեմ պատմությանը ձեզանից ովքեր են տեղյակցելի ժողովուրդ, բայց երկրորդ համաշխարհային պատերազմում ամենավորոշիչ դերը կարող էր ունենալ Լեհաստանը։ Ինչ իմաստով, որ սովետական միությունը երբ որ այսպես մի քիչ ավելի ոտքերը այսպես ձգեց ամուր, հա, երբ որ հասկացա, որ անգլիացիները եւ ֆրանսիացիները երկակի խաղ են խաղում ինչպես միշտ,
Սովետական միությունը միանգամից կանգնեց Չեխոսլովակիայի թիկունքին, բայց Չեխոսլովակիա հասնելու համար սովետական զորքը պետք է անցներ Լեհաստանի սահմանով, լեհերը չհամաձայնվեցին, լեհերը բաց չթողեցին։ Իմիջիայլոց Հիտլերը կանչել էր նրանց ինչ էին ասում այն ժամանակ դրանց իշխանավորներից անունը չեմ հիշում, այս բանը կարևոր չէ, մարդը ասաց կամ հանձնվեք կամ ձեր վերջը վատ կլինի, ինչ-որ քաղաք էր, ուզել ասեց մի երկու քաղաք տվեք ինձ, ես ձեզ հանգիստ կթողեմ, լեհերն էլ չէին պատկերացնում ինչի մասին է խոսքը, ասեցին ինչ քաղաք, ինչ բան, ոչ մի ձևի ոչինչ էլ քեզ չենք տալու։ Ինչի համար, որովհետև Ֆրանսիան եւ Անգլիան երթում էին կերել, այսպես կարելի ասել կենցաղային լեզվով, որ Լեհաստանին միայնակ չեն թողելու Հիտլերի դեմ պայքարում։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Հիտլերը մտավ Լեհաստան, բայց միջև Լեհաստան մտնելը արդեն ասացի, որ Հիտլերը անկախ ամեն ինչից այդքան էլ անուղեղ չէր։ Հիտլերը հասկացավ, որ Լեհաստան մտնելը սովետական միությունը միանգամից ագրեսիա է ընդունելու եւ հնարավոր է պատերազմ սկսվի Ռուսաստանի հետ, ինչը իրեն այդ ժամանակ դեռևս պետք չէր։ Այստեղ, սիրելի ժողովուրդ, ստիպելով, համոզելով, մի քիչ էլ վախեցնելով Ստալինին, Հիտլերը համոզեց Կրեմլին, որ Ռիբենտրոպին ուղարկում է Կրեմլ, որպեսզի համաձայնության գան։ Եվ Կրեմլում Գերմանիայի դեսպանը եւ Ռուսաստանի, կարծեմ, կոմիսարների խորհրդի նախագահն էր այդ ժամանակ, Լիտվինով, եթե չեմ սխալվում, նրանք ովքեր դեմ էին այդ պատերազմին, մի օրվա մեջ երկուսն էլ փոխվեցին պաշտոններով։ Սովետական միության թերթերում այսպես հոդված հրապարակվեց, որ ազգային ժողովրդական կոմիսարների այսպես խորհրդի նախագահ Ոման Սկրյաբին նշանակվել է Լիտվինովի պաշտոնին։ Սկրյաբին ազգանունը ձեզ իհարկե ոչինչ չի կարող ասել, որովհետև Սկրյաբինը մեզ հայտնի է որպես Վյաչեսլավ Մոլոտով։ Եվ այսպես Մոլոտովի եւ Ռիբենտրոպի միջև կնքվեց այդ պայմանագիրը, Սովետական միությունը եւ Գերմանիան երկուսն էլ հասկանում էին, որ սա ձևական փաստաթուղթ է, որովհետև դրանից առաջ Մյունխենյան այդ պայմանագրի մեջ, ելի ժողովուրդ, դուք տեղյակ եք շատ ցավոտ, բայց եւ սիրուն պատմությունը, ինչպես Հիտլերը կարողացավ մատների վրա պատտել այդ Չեմբերլենի այդ հայտնի պատմությունը կա, որ Մուսոլինին Չեմբերլենը գնում են Հիտլերի հետ հանդիպան եւ փաստացի Չեխոսլովակիան հայտարարում են, ոչ թե Չեխոսլովակիան, այդ տարածքը, որը Հիտլերը ուզում էր, փաստացի ասում են հակոմնա կարող ես վերցնել։ Եվ երբ որ Չեմբերլենը գնում է հետ Անգլիա եւ զեկուցում է Չերչիլին, ասում է դե ամենայն դեպս քաղաքական այսպես տեսակետից մենք հաղթանակ ենք տարել, Չերչիլն է տեղ ասում է դուք եթե կարողանամ ճիշտ այս բանին թարգմանել հայերեն, ասում է դուք խայտառակության եւ պատերազմի միջև ընտրեցիք խայտառակությունը, բայց որովհետեւ ընտրեցիք խայտառակությունը, միևնույն է դուք պատերազմ կստանաք։ Այսինքն պատերազմ ընտրեիք, պատերազմ եք ստանալու, բայց այսպես թասիբով նամուսով պատերազմ, բայց դուք ընտրեցիք խայտառակությունը, բայց միևնույն է պատերազմ եք ստանալու եւ այդպես էլ եղավ, Չերչիլը շատ հեռատես մարդ էր անկախ ամեն ինչից։ Եվ այդ Մյունխենից հետո, երբ որ Սովետական միությունում հասկացան, որ Հիտլերը մատների վրա պատտում է բոլորին, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը փաստացի կիսեց Լեհաստանը եւ մերձ Բալտիկան։ Հիտլերը, որպեսզի կարողանա մի որոշ ժամանակով Ռուսաստանին հետ պահել այդ հարցակումներից, ինչ իրեն պետք չէր, նրան տվեց Արևելյան Լեհաստանի մի մասը եւ Պրիբալտիկայի, Մերձ Բալտիկայի մի մասը։ Սովետական միությանը սա ձեռք էր տալիս, ելի ժողովուրդ։ Ստալինը շատ հեռատես գտնվեց այստեղ, շատ հեռատես գտնվեց, որովհետեւ նույն պահին, եթե հանկարծ պատերազմը սկսեր, ոչինչ չէին կարողանալու անել։ 2 տարի սա ժամանակահատված տվեց, մինչև որ կարողացան այսպես կամաց հավաքվել, թեև ամեն դեպքում այդպես էլ չհավաքվեցին, եւ երկուսն էլ գիտեին, որ պատերազմը անխուսափելի է, որովհետեւ Հիտլերի ծրագրերի մեջ սովետական միության հետախույզները հայ ազգությամբ հետախույզը, չեմ ուզում իմ անունները տալ, հիմա կասեն նորից հայերը, զեկուցել էր Ոման գախնի թղթապանակի մասին համար 21 գախնի թղթապանակ, որի վրա այսպես շտամպով խփած էր
պլան Բարբարոսա։ Եվ ուրեմն այդ ծրագրի մեջ նախատեսված էր Ռուսաստանի վրա հարձակումը եւ Ստալինը գիտեր, որ վաղ թե ուշ այս ամենը գալու է։ Եկավ 40 թվականի արդեն գարնանը, երբ որ Ստալինը հասկացավ, որ միևնույն է պիտի Հիտլերը հարձակվի, փորձեց Ճապոնիայի հետ արդեն գնալ պայմանագիր ստորագրելուն եւ կարողացավ ստորագրել։ Ճապոնացիներին համոզեց, որ իրենք 5 տարվա պայմանագիր են ստորագրում միմյանց վրա չհարձակվելու, Ճապոնիան կարող է այնտեղ հանգիստ կռվել ամերիկացիների, անգլիացիների դեմ, Սովետական միությունը չի խանգարի, Սովետական միությունն էլ իր հերթին, Ճապոնիան իր հերթին խոստացավ, որ Սովետական միությունը կարող է իր զորքերը ուղարկել հեռավոր արևելք, ճապոնացիները չեն խանգարի։ 5 տարվա այսպես պայմանագիր կնքեցին, բայց 45 թվականին, երբ որ արդեն Գերմանիան կապիտուլացվեց, Ճապոնիան դեռևս չէր հանձնվում, երբ որ Հիրոսիմա եւ Նագասակին ռմբահարվեցին ատոմային զենքերով, Սովետական միությունը որոշեց չեղյալ անել այդ 5 տարվա պայմանագիր, որովհետև չէր անցել այդ 5 տարին, հա, եւ պատերազմ հայտարարեց Ճապոնիային, որից հետո սկսվեց Մուկդենյան օպերացիան Ճապոնիայի դեմ, որտեղ Քվանտունյան այդ բանակի ջախջախումը հանձնարարվեց Սովետական միության ավիացիայի մարշալ Խուդյակովին, նույն Արմենակ Խամփերյանցին, որը նա բարեհաջող ավարտեց այսպես։ Եվ հետ գանք հիմա 41 թվական, սրանք թվեր են մարդիկ, որոնք գրված չեն Անդերսենի կամ Գրիմ եղբայրների գրքերում։ Սրանք հեքիաթներ չեն, սրանք թվեր են, որոնք մաթեմատիկական ամենապարզ հաշվարկների դեպքում դուք կարող եք ստանալ այդ մոդելը։ Օրինակ, ողջ աշխարհով, եթե այսպես վերցնենք, մոտ 700,000 հայեր մասնակցել են 700,000 հայեր, ողջ աշխարհով, Սովետական միության մասին չի խոսքը, ողջ աշխարհով, ֆաշիզմի դեմ պայքարին, 700,000, 700,000-ից իհարկե 600,000-ից ավելը միայն սովետական, այսպես Հայաստանից եւ ԽՍՀՄ տարածքներից, մոտ 30,000 հայեր, մի քիչ ավել երևի, ֆաշիզմի դեմ պայքարել են ամբողջ աշխարհով եւ այս 30-ից էլ 25,000-ը միայն ԱՄՆ-ից։ Եթե հիմա նայում եք, սիրելի ժողովուրդ, այո, ամերիկացիները զոհեր են տվել, իհարկե ոչ Սովետական միության չափ, ոչ գիտեմ անգլիացիների չափ, ոչ էլ գերմանացիների չափ, բայց զոհեր տվել են։ Բայց եթե դուք նայում եք Ամերիկայի բնակչության թվին, Ամերիկայի քառակուսի մետրին, ես չգիտեմ, ասենք ինչ զորավոր տարածք եւ ասենք ինչ բնակչություն ուներ, հա, եւ նայում եք հայերի քանակության այդ տարիներին, կարծեմ 180-200,000-ի չէր հասնում ԱՄՆ-ում հայերի թիվը այդ ժամանակ նկատի ունեմ 39 թվականից սկսած, հետո արդեն Պերլ Արբորի ժամանակ, այսինքն եթե դուք նայում եք 200,000-ին եւ նայում եք 25,000-ին, սիրելի ժողովուրդ, ամեն 8-րդ հայը ԱՄՆ-ում, ամեն 8-րդ հայը, տղամարդը, եւ մենք 200,000 մենք խոսում ենք բնակչության թվի մասին, այս 200,000-ի մեջ կան կանայք, կան ծերեր, կան երեխաներ, ամեն 8-րդը կարող էր լինել, չգիտեմ, այդ տան միակը կամ եւ վերջապես այս մարդիկ նոր ոտքի էին կանգնում, որովհետեւ նրանցից շատերը եղեռնից էին մազապուրց եղել, նրանցից շատերը ծնվել էին նույնիսկ Արևմտյան Հայաստանում։ Ամեն 8-րդը գնաց ֆաշիզմի դեմ պայքարի, սա միայն ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ում տվեցին ԱՄՆ-ի հերոսներ, ԱՄՆ-ում դարձնում ենք առաջին գեներալը, իմ ընջալոց հայազգի առաջին գեներալը, հա, այդ շատ այսպես հեղինակավոր West Point, այդ ռազմական ակադեմիան, որ ընդունվեց, ավարտեց եւ իդեպ նրա նախաձեռնությամբ այսպես հայեր հավաքվեցին եւ մեկնեցին Ֆրանսիա, որտեղ ստեղծվեց հայկական լեգիոնը, մենք ունենք Շեքը, Հայկ Շեքերջյան, ինչպես ընկերներն էին ասում, Շեքը, Էրնեստ Դերվիշյան, Գևորգ Ժուսկալյան, չգիտեմ, այսպես եթե կամաց այսպես գնանք եւ նրանցից շատերը մեր օրինակ Էրնեստ Դերվիշյանը եւ եւս 3 հայեր, գեներալ Էյզենհաուերը այն ժամանակ, հետո արդեն ԱՄՆ պրեզիդենտ, ամենայն մտերիմ շրջապատի մեջ էին մտնում։ 200,000-ից
25,000 մասնակցություն 200,000 բնակչությունից, ոչ թե 200,000 առողջ տղա մարդկանցից 25,000, այլ 200,000 հայերից 25,000 մասնակցություն, իհարկե նաև կանայք։ Մենք ունենք առաջին կին սպաներ, Նավատորմի առաջին կին սպան, իմիջիալոց հայ էր մեր Աննան, առաջին կին սպաներ։ Իսկ սովետական միությունում այս թվերը պարզապես անհամեմատելի էին։ Հիմա եթե նայենք, այո, Լեհաստանը միլիոնավոր զոհեր տվեց եւ ասում եմ, Լեհաստանը չընդունեց սովետական միության այդ առաջարկը, հակաֆաշիստական կոալիցիա ստեղծել, քանի դեռ կարելի է, անգլիացիները եւ ֆրանսիացիները ամեն կերպ խանգարեցին այս ամեն ինչին, որովհետեւ անգլիացիները եւ ֆրանսիացիները համոզված էին, որ Հիտլերի ձեռքով կարողանալու են սովետական միության հախից գալ, սովետական միությունը վստահ էր, որ անգլիացիների եւ ֆրանսիացիների հաշվին կարողանալու է Հիտլերի հախից գալ կամ էլ Հիտլերի հաշվին նրանց հախից գալ։ Այսինքն այսպես այս քաղաքական խաղերի մեջ մեկ էլ 600-700,000 հայեր հայտնվեցին մի տեղում, մի պատերազմի մեջ, որը իրենցը չէր եւ իրենք չէին սկսել, սիրելի ժողովուրդ։ Հայրենական պատերազմ կարող է կոչվել Արցախյան պատերազմ, սա հայրենական պատերազմ չէր, սա ԽՍՀՄ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, չգիտեմ, հանցավոր այսպես խաղերի արդյունքում մարդիկ եկան ասան պատերազմի, ինչպես որ առաջին աշխարհամարտն էր սկսել այդ Գավրիլո կոչված պրինցիպից, եւ 700,000 հայերը ողջ աշխարհով, կրկնում եմ, բնակչության թվին նայելով, սա անասելի թիվ է կազմում, սիրելի ժողովուրդ, սա նշանակում է, որ Հայաստանից եւ Արցախից, ավելի կոնկրետ, եթե գնանք այն ժամանակ Արցախ, այդ տարածքը եթե նայենք Արցախի բնակչության այդ թվերին, պատերազմ է մեկնել ամեն երկրորդը, կա որևէ այլ ազգություն աշխարհի երեսին 25 միլիոն, 50 միլիոն, 150 միլիոն ռուսներ, 200 միլիոն կարևոր չի, կամ չգիտեմ ամերիկացիներ կամ ֆրանսիացիներ, եթե միլիոնների թվին նայենք, կարող եք ասել, որ ռազմաճակատ է մեկնել ամեն երկրորդ ֆրանսիացին կամ ամեն երկրորդ անգլիացին։ Ասում եմ, առանց կրակոցի Փարիզը գրավել Հիտլերը, առանց կրակոցի։ Երկու շաբաթ չտևեց Չեխոսլովակիան, то երկու շաբաթ էլ չտևեց, մի 10 օր։ Լեհաստանը երկու շաբաթ չտևեց, մտավ դուրս եկավ։ Իմիջիայլոց այս Շուլենբերգ կոչվածը դեսպանը, եթե հիշում եք, Գերմանիայի դեսպանը ԽՍՀՄ-ում մինչև պատերազմը սկսել, ում անունը տվեցի, իր լավագույն ընկերոջը, մտերիմ ընկերոջը, ում հետ ճանապարհ էին անցել, ում հետ եկել էին, հասել էին այդ բարձր դիրքին, Ադոլֆ Հիտլերին զգուշացրեց, ասեց Ֆյուրեր, Ռուսաստանի դեմ պատերազմ սկսվել է, կդառնա երրորդ ռեխի եւ գերմանական կայսրության տոտալիտար ոչնչացման սկիզբը։ Մարդը զգուշացրեց, ասեց ռուսների դեմ մի գնա պատերազմի։ Եթե կարող ես հետները համաձայնության ար, եթե չէ, սա կդառնա երրորդ ռեխի կործանումը եւ ամբողջ գերմանական ռասայի ոչնչացումը, այլևս դու այդ ռասային չես կարող դեր։ Բայց Հիտլերը վերցրեց ու արդեն 43-44 թվականին Ստալինգրադյան ճակատամարտից հետո վերցրեց այս մարդուն կախաղան հանեց։ Ինչպես Ստալինն էր, այսպես ընկնում իր ախոյանների հետևից, նույն կերպ էլ Հիտլերը վերցրեց այս մարդուն, կախաղան բարձրացրեց, ասեց դու իմ դեմ մահափորձ ես արել։ Հիտլերն էլ իր տեսակով այս կերպարներ, բայց սիրելի ժողովուրդ, տեսեք, 151 թե 152 գեներալներ, 4 մարշալներ, ես պատերազմական գործողությունների ընթացքում եմ ասում, թեև մարշալ Բաղրամյանը եւ Բաբաջանյանը մարշալի կոչում ստացել են արդեն պատերազմից հետո, եւ ես մի անգամ սա ասել եմ, որ միակ հայը, որը գնդապետից մարշալի կոչմանը հասավ ընդամենը 3 տարում, նախադեպը, սիրելի ժողովուրդ, պատմությունը կարող եք բացել, կարող եք կարդալ, կարող եք քրքրել մարդկանց կենսագրությունները, գրված է, ռուսական աղբյուրները գրում են, հենց իրենք վերլուծաբաններն են ասում են հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը կարող էր երազել նման կարիերայի նման թռիչքի մասին։ 3 տարում գնդապետից ավիացիայի մարշալի հասավ Արմենակ Խամփերյանցը, մարշալ Խուզյակովը, նախատիպը չկար սրա։
Ասում են Վասիլի Ստալինը խանդում էր, նախանձում էր, հորն ասում էր, այս տղան քեզ ինչ ա արել, ինքն ա քո տղան, թե ես ոնց էս մարդը հասավ սրան, ես այդպես էլ չհասա։ Նույնիսկ Բերյան էր մարշալ։ Լավրենտի Պավլովիչ Բերյան, որը Կրեմլի պատերից դուրս չէր եկել, բայց մարշալ էր, մեծ մի կողմ թողենք սա։ Ծովակալ 9 կոնտրադմիրալներ, ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, Նելսոն Ստեփանյան, Բաղրամյանին հետո արդեն ավելի ուշ տվեցին։ Կազմվեցին 6 դիվիզիաներ եւ սրանցից ամենահաղթական, ամենափառահեղը, որը Երևանում էր կազմավորվել, 89-րդ դիվիզիան, հա, ավելի հայտնի, արդեն հետո վերանվանվեց, դարձավ Թամանյան դիվիզիա։ Ուր գնացին, ուր հասան այս մարդիկ, բնակչության թվին նայելով, ես վերջերս լսում էի ռուս պատմաբաններից մեկին, որ վերլուծում էր երկրորդ հայրենական, ավելի շուտ ոչ թե համաշխարհայինը, կոնկրետ ԽՍՀՄ-ի տարածքում հայրենական պատերազմը, մարդը բառացի, ռուսերեն, հասկանալի լեզվով, ռուսների համար, տո հայերի համար, որ անդադ կասեն, հո, հեքիաթ եք պատմում, չգիտեմ ինչ եք, բա որ մասնագետը, բերեք մասնագետների։ Ռուսական այդ անկախ վերլուծաբանները, անկախ պատմաբանները թվերը համադրելով մարդը բացատրում էր, հաղորդում էր, մարդը հարցազրույց էր տալիս, ասում էր դուք նայեք հայերի բնակչության թվին եւ նայեք հայերի մասնակցության թվին եւ մասնակցության թվից հետո կրկին հետ եկեք նայեք բնակչության թվին եւ նայեք այս թվերին 150 գեներալներ, 9 կոնտրադմիրալներ, կրկնակի հերոսներ, հազարավոր այսպես հրամանատարներ, հա, որոնց անունները կամ քիչ են հայտնի, կամ ընդհանրապես մնացին պատմության փոշու տակ մեզ չհասան։ Հունան Ավետիսյան, Սուրեն Առաքելյան։ Սուրեն Առաքելյան անունը չգիտեմ, դուք լսել եք թե չէ, Սուրեն Առաքելյանը կրկնեց Հունան Ավետիսյանի սխրանքը, երբ որ մարմնով փակել էր թշնամու կրակակետը։ Այս ամենը, երբ որ բերում ես, համադրում ես, սիրելի ժողովուրդ, հետո հետ ես գալիս 88-ից հետո արդեն, հետ ես գալիս 90-ականներ, հետ ես գալիս Արցախյան պատերազմին, որը մեր հայրենական պատերազմն էր։ Բնակչության թիվը գրեթե չէր փոխվել, նույնիսկ ավելացել էր։ Բայց նայում ես մասնակցության թվին ֆաշիզմի դեմ պայքարում, սովետական պրոպագանդան նմանը չուներ, երբևէ չի ունեցել։ Չի ունեցել սովետական պրոպագանդան իր նմանը չի ունեցել, սիրելի ժողովուրդ։ Ինձ անդադ ասում են, տեսեք պատմության էջերից, եթե դուրս բերենք Ստալինին, եթե դուրս բերենք, չգիտեմ, Չերչիլին, գուցե ֆաշիզմը հաղթեր, գուցե եւ հաղթեր, ես չգիտեմ։ Բայց այս մարդկանց ամենամեծ մոլորությունը նրանում է Չերչիլ, Ստալին, իմիջայլոց այդ Բենիտո կոչված Մուսոլինին, որը այսպես հիմք դրեց ֆաշիզմի 20-ականների սկզբին, ինչպես Ադոլֆը երազում էր գերմանացիներին դարձնել բարձրագույն ռասա, Բենիտո Մուսոլինին երազում էր վերականգնել իմպերիան եւ Իտալիային հռչակեց հռոմեական կայսրության իրավահաջորդ։ Իսկ լեհերը երազում էին վերականգնել Ռեջ Պոսպոլիտան։ Այս բոլորը երազում էին ինչ-որ իմպերիաներ վերականգնել, որոնք առաջին աշխարհամարտից հետո արդեն չկային, Ավստրո-Հունգարիա, չգիտեմ սա։ Եվ պատմության մեջ առաջին աշխարհամարտից հետո, բոլոր կայսրությունների փլուզումից հետո մի կայսրություն մնաց իր տեղում, դա կոչվում էր բրիտանական թագավորություն։ Ավելի, այսպես, ես չգիտեմ, բազմակի խաղացող անգլիացիներ, ֆրանսիացիներ, բայց այս բոլորը փորձում էին տեր կանգնել իրենց երկրներին։ Ում կզոհեին այդ արանքում, չեխերին կզոհեին, Լեհաստանին կզոհեին։ Սովետական միությանը բացարձակ պետք չէր Լեհաստանի վրայով հասնել Չեխոսլովակիա եւ չեխերին փրկել, որովհետեւ ավելի ուշ Բրեժնևյան տանկերը հենց տրորեցին չեխերին։ Երբ որ Չեխոսլովակիայում երկու բունտ եղավ, արդեն ավելի ուշ պատերազմից մի 40 տարի հետո Բրեժնևյան տանկերը մտան Չեխոսլովակիա եւ տրորեցին չեխերին։
Չեմ էլ ուզում ասեմ հրամանատարությամբ։ Սովետական միությունը ուզում էր իր սահմանները պաշտպանել հնարավորինս ինչքան հնարավոր է այլոց հաշվին։ Լեհաստան կլինի, Չեխոսլովակիա կլինի, չգիտեմ, Մերձ Բալտիկա կլինի, ես արդեն ասացի, չէ, որ Հիտլերի հետ համաձայնության գնալուց հետո իբր թե չեն հարձակվելու իրար վրա եւ որպեսզի ամրապնդեն այս չհարձակվելու պակտը, որը կոչվում էր Մոլոտով-Ռիբենտրոպ, Լեհաստանը եւ Արևելյան, այսպես Եվրոպան կիսեցին երկու ազդեցության գոտիները։ Ռուսներն ասեցին Պրիբալտիկա այս մասը մեզ, Լեհաստանի այս մասը մեզ, այս մասը ձեզ, այս մասը ձեզ։ Եվ սրանից հետո, երբ որ անգլիացիները եւ ֆրանսիացիները հասկացան, որ Հիտլերը միևնույնն է նորից պիտի գա իրենց դեմ պատերազմի, վեր կացան Լեհաստանին, ասեցին չհանձնվես։ Հիտլերը ինչ կասի, կասես չէ։ Մենք քեզ կօգնենք, բայց երբ որ Հիտլերը մտավ պատերազմը, երբ որ մտավ Լեհաստան, հիմնահատակ սիրելի ժողովուրդ, եթե դուք կարդաք, եթե դուք բացեք պատմությունը էջարեժ նայեք, ես չգիտեմ Լեհաստանի ինչ օրինակ ցել։ Ոչնչացրել է ոտքից գլուխ, հող միլիմետր ջարդուխուրդ անելով, տրորելով գնացել են ֆաշիստները։ Լեհաստանը հավասարեցրեց հողին։ Եվ այս ամենայն պատճառով, որ լեհերը այսպես ուսերը տնկեցին, ասեցին, չէ, մեծ անգլիացիներն ու ֆրանսիացիները խոստացել են, ռուսներն ասեցին, մենք ձեզ չենք թողնի մտնեք։ Ռուսներն ասել, ոչ թե ռուսները, այլ սովետական միությունը ասեց, տղա ջան, վերջ այդ վատա լինելու, եկեք հակահիտլերյան կոալիցիա կազմենք։ Բոլորը վազում էին այդ խառնաշփոթի մեջ, ինչ-որ այսպես ամեն մեկը իր պատառը գտնելու եւ այսպես ժողովրդական խոսք ունենք, հա, ներողություն այդ համեմատության համար, ասում են խալխի հարցով փեսին լավություն։ Այսինքն փորձում էին ինչ-որ մեկի հաշվին մյուսին օգտակար լինել եւ դրանով ապահովել իրենց անվտանգությունը։ Այսպես էր աշխատում ԽՍՀՄ պրոպագանդան։ Մենք սովոր ենք ասել, որ ԽՍՀՄ փլուզում այսպես սկսվեց հայերից, դա այդքան էլ այդպես չէր, սիրելի ժողովուրդ։ 86 թվականին դեռևս 86 թվականին դուք բացեք տեսեք Ղազախստանում ինչեր են արել։ Ղազախները վեր կացան ռուսների դեմ, ուկրաինացիները վեր կացան ռուսների դեմ, վրացիները վեր կացան ռուսների դեմ։ Այսպես կամաց, երբ որ այդ իմպերիան սկսեց փլուզվել, ռուսական կայսրությունը հասկացավ, որ այս ֆորտպոստերը, որ 70 տարի պահել եմ, սնել եմ, արձաններ եմ դրել, շենքեր եմ սարքել, սովետական միության ժամանակ մենք բարգավաճում ենք, Բրեժնևյան Հայաստան, ես անցյալ անգամ ասացի։ Ստալինյան տերորը, որ ընդամենը դնում էր, գնդակահարում էր Ստալինը մարդկանց, ով դուրը չէր գալիս, ով ռեժիմին դեմ էր գնում, գնդակահարում էր։ Բրեժնևը ավելի ցիվիլ մարդ էր, ավելի քաղաքակիրթ էր, ասես չի կարելի գնդակահարել, ժողովուրդ ջան, ամոթ է։ Դրա փոխարեն հարյուրապատկվեցին հոգեբուժարանների թիվը ԽՍՀՄ-ում։ Բրեժնևը ում ուզում էր լիկվիդացնել, վերցնում էր այսպես մայքայից դնում էր, ասում էր տարեք հոգեբուժան, մի երկու հատ տեղ կսրսկեք, այդ մարդը կվերջանակի, դա գիտեք ինչ մարդկանց գլուխ է կերել։ Հետո եկավ սովետական միության արդեն առաջին եւ վերջին պրեզիդենտը Գորբաչովը։ Եվ հենց Գորբաչովի ժամանակ արդեն սովետական միության այս երկրները հասկացան, որ իմպերիան այլևս երկար չի ապրելու եւ կրկնում եմ, սիրելի ժողովուրդ, իմպերիաները երբ որ եկել են, ստեղծվել են հռոմեացիներ, բյուզանդացիներ, մոնղոլներ, Չինգիզ խան, չգիտեմ Բաթու խան, չգիտեմ այսպես ժամանակին ինչեր էին անում մոնղոլները, Ստալիններ, դիկտատորներ, չգիտեմ այսպես ովքեր որ կլինեն, հա, մարդու ամենամեծ մոլորությունը նրանում է, որ ինքը կարծում է, թե ինքը շախմատի տախտակի վրա թագավորն է, բայց այս բոլորը Ստալիններ, Բերյաններ, Չերչիլներ, Վուդրո Վիլսոններ, այս բոլորը ընդամենը խաղաքարեր էին, ընդամենը խաղաքարեր։ Ով էր խաղում այդ խաղաքարերով, այս կողմում կամ այն կողմում, սա բարդ արդեն բոլորովին այլ հարց է։ Բայց հիմա էլ ժամանակակից, հիմա Հայաստանում, Վրաստանում, չգիտեմ, Սաակաշվիլին եկավ, այնտեղ բերեցին նրան, այն չեմ ուզում անուններ տալ, կամ Պարսկաստանում էսպես կատարվեց պրեզիդենտի հետ, հետո բերեցին, փոխեցին,
Մարդը երբ որ գալիս է պետության գլուխ, իշխանությունը տալիս են այդ մարդուն, լծակները տալիս են այդ մարդուն, այս մարդուն թվում է թե ինքը տախտակի վրա թագավորն է։ Եվ ներկա, եւ անցյալների մասին է խոսքը, սրանցից ոչ մեկը նորանկախ պետության մեջ Հայաստանի Հանրապետության, սրանցից որևէ մեկը շախմատի տախտակի վրա թագավոր չի եղել, սրանք բոլորը ոչ թե ինքնակառավարվող, այլ ենթակա ֆիգուրներ են եղել ընդամենը, բայց որպիսի մարդը կարողանա այսպես այդ խաղացողի կամքով անի ամեն ինչ, նրան պետք է համոզել, որ իշխանությունը քոնն է, լծակները քոնն են, եւ ուրեմն դու ես որոշում ինչը ոնց անես։ Ես անցյալ անգամ էլ ասեցի, սիրելի ժողովուրդ, եթե ուշադիր լինեք, հասարակության կրթական մակարդակը, կրթության մակարդակը, հասարակության ինտելեկտը, վերլուծողական կարողությունները տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում իջեցնել այն աստիճանի, որ երբևէ այլևս ոչ ճնշումների տակ, ոչ էլ կաշառքների տակ պարտադիր չլինի մարդուն ինչ-որ մեկին ընտրել տալ։ Ընդամենը պետք է մարդուն տալ ազատ ընտրություն եւ ինտելեկտուալ պարալիժ տարած հասարակության մեջ այդ մեծամասնությունը, միջակությունը, որը միշտ կազմում է ցանկացած ժողովրդի մեջ մեծամասնություն, Ֆրանսիայում կլինի, Ամերիկայում կլինի, Չինաստանում կլինի, միջակությունը միշտ մեծամասնություն է, բայց այդ հասարակությանը դաստիարակել այնպես, սա միայն Հայաստանի մասին չի խոսքը, ողջ աշխարհի մասին է խոսքը։ Ֆրանսիացիները ամեն նոր նախագահ ընտրելիս հասկանում են, որ նախորդը մի քիչ ոնց որ ավելի լավ էր։ Ամեն նոր նախագահ ընտրելիս հասկանում են, որ ավելի դեգրադացվում են այս մարդիկ։ Ֆրանսուଆ Օլանդ ընտրեցին, մտածեցին հանրապետության պատմության մեջ ամենա ախմախ նախագահ, հետո երբ որ եկավ Մակրոնը, հիմա հասկացան, ասեցին, ինչ անում էս մարդը, ինչ օրի դրեց Ֆրանսիան, կամ Բուշը, ասենք, ինչ արեց Ամերիկան, հետո սա, հասարակությանը, երբ որ ինտելեկտուալ, այսպես մակարդակը իջեցնում են այն աստիճանի, որ հասարակության այլևս չի հետաքրքրում ազատության գաղափարը, հասարակությանը չի հետաքրքրում բարձր արժեքները, շեշտերը դրվում են ուտելու, խմելու կամ չգիտեմ ինչի վրա, մեքենան ունես, 3 սենյականոց բնակարանն ունես, այ ախպեր ջան, ինչ ես ուզում, որ վայելես, խաղաղություն չէ, դե մենք էլ գնում ենք այդ խաղաղության, ինչ ես ուզում, այսինքն քեզ պետք է խաղաղություն, մեքենա եւ 3 սենյականոց բնակարան, մեկ էլ աշխատավարձ նորմալ, աշխատես կողորվածա, ինչ ես ուզում։ Օրինակ սովետական միության պրոպագանդան, այսպիսին էր, բայց սովետական միության պրոպագանդան մեզ ասում էր, որ դու սովետական միության քաղաքացի ես եւ քո ազգային պատկանելությունը բացարձակ կարևոր չէ։ Կարևոր չէ, ինչ որ արվում է հայրենիքի համար։ Դու չես կարող ասել, ես հայ եմ ու սենց եմ անում, ասում ես դու ազգությամբ այո, բայց դու սովետական միության, հիշում եք անձնագրի վրա ինչ էր գրված։ Կարծեմ աշխարհի երեսին միակ անձնագիրն էր, որի վրա գրված էր, որ սովետական միության քաղաքացու մեզանից մեծ սերունդը կհիշեցնի, կարծեմ ինչ էր գրված սովետական միության քաղաքացու պաշտպանը, թե հովանավորը, թե չգիտեմ ինչ է, սովետական միությունն է, որևէ այլ անձնագրի վրա ես չեմ հիշում այդպիսի բան գրված լիներ։ Այսինքն սովետական միությունն ասում է դու աշխարհի երեսին որտեղ է լինես, ես այսպես կոպիտ ասած տերեմ քեզ։ Սովետական պրոպագանդան նմանը չի ունեցել։ Հրաշալի Երևան, հրաշալի, չգիտեմ, մշակույթ, թատրոններ, չգիտեմ ինչեր, ինչ որ պետք էր ֆորտպոստերը հրաշալի կերպով այս իմիտացիան պահելու համար, քանի լեզվով կարելի է բացատրել սիրելի ժողովուրդ, եթե ամեն ինչ այդքան ճիշտ էր, այսպես չակերտավոր, որովհետև ճիշտ չէ սովետական միությունում, ոնց եղավ, որ 91 թվականի դեկտեմբերին, երբ որ սովետական միությունը համարվեց լուծարված, հանկարծ մեկ ընտանիքի պես ապրող հրաշալի ազգերը հանկարծ հասկացան, որ ամենքը ամենքին թշնամի են։ Այդ ոնց եղավ։ Ոնց հանկարծ հասկացան ղազախները, դուք գիտեք Տաջիկստանում ինչեր են արել։
Ինչ էթնիկ զտումներ են եղել եւ Տաջիկստանում, եւ Ուզբեկստանում, եւ Ղազախստանում, մենք միայն մեզանից ենք տեղյակ, սիրելի ժողովուրդ, դուք բացեք, կարդացեք, 86, 87, 88, 89, 90, 91 Երբ որ սովետական միությունը այսպես կռեմլ ամեն ինչ անում էր, որ հանկարծ այդ ազդեցությունը չկորցնի, իսկ այս երկրները հասկանում են, որ ժամանակը եկել է Կռեմլի ազդեցությունից ազատվելու։ Այ բանամ ջան, անցավ 20-30 տարի Հայաստանում դեռևս երազում են այդ ազդեցության մասին։ Բա ինչի մասին եմ խոսում։ 700,000 հայեր վեր կացան ֆաշիզմի դեմ պայքարի, պատերազմ, որի մեջ իրենք այսպես մեծ հաշվով ոչինչ չունեն իրենց պատերազմը չէր։ Բայց երբ որ եկավ 91 թվականը, 700,000 հայերը այդ բնակչության թվին նայելով, եթե բերենք 91 թվականի բնակչության թվին նայենք, գրեթե չէր փոխվել, բայց 700,000 կամավորներ մասնակցել Արցախյան պատերազմին։ Լավ, զինակոչիկների մասին չեմ խոսում, այդ երեխեք ուղղակի զինվորական երթում էին տվել, ուղարկեցին առաջի գիծ, ասեցին գնացեք դուք երթում եք տվել։ 700,000 մարդ մասնակցել էր մեր հայրենական պատերազմին։ Սրանք ընդհանրապես թվեր են, սիրելի ժողովուրդ, կրկնում եմ, ես ոչինչ չեմ ավելացնում, ոչինչ չեմ պակասեցնում եւ այո, աշխարհի երեսին ծնվել է, ապրել է Ալեքսանդր Գրիգորյան, որը ստեղծել է այդ բազմաճյուղանի նավթահորատման այդ մեխանիզմը, որով համաշխարհային նավթարդյունաբերությունը, որից համաշխարհային նավթարդյունաբերությունը օգտվում է մինչև այսօր, այո, աշխարհի երեսին ապրել է Արամ այս Հարությունով այդ երիտասարդը, որը ստեղծել է կենտրոնախույս պոմպերը, որից կրկին աշխարհի, ես անցյալ անգամ ձեզ ասեցի, Reda Company, բացեք ուղղակի Google-ին հարցրեք, ասեք ով է Reda Company-ն։ Այո, աշխարհի երեսին ապրել է Իոլյան Համոն, Ալեքսանդր Քեմուրջյանը, Սիսակյան Նորայրը, Անդրանիկ Յոսիֆյանը, չգիտեմ, աշխարհի երեսին ապրել են այն հայ հետախույզները, որոնք Կոուբայի, Չերչիլի եւ Ռուզվելտի կյանքը փրկեցին Թեհրանի կոնֆերանսում եւ այդ կոնֆերանսի այսպես գլխավոր, այսպես գերագույն պատասխանատուն քահանայի որդի Իվան Աղայանցն էր, տակավին երիտասարդ անլեգալներ Գոհարիկի եւ Գևորգի հետ։ Սրանք թվեր են, սրանք փոխելու չեն, սրանք փոխելու ենթակա չեն, սրանք հեքիաթներ չեն։ Ես չեմ կարող չէ որևէ անուն, ազգանուն, ախր գիտեք ինչն է սարսափելին, որ վերջերս աչքիս ընկավ մի հաղորդում էին նայում, մեր գիտնականներից մեկն էր հարցազրույց տալիս, մեր քարտեզագիրներից քարտեզագետ էր, անունը չեմ հիշում, այս բանը այդ խելացի մարդու, ասում է զարմանալի է, բայց Ադրբեջանը ստեղծել էր միջնադարյան Ադրբեջանի քարտեզ։ Միջնադարյան Ադրբեջանի քարտեզ, սիրելի հայեր, ոնց որ ես կարողանամ աշխարհին համոզել, որ մեր գյուղի Շեկոկովը վերապրել է հռոմեական բոլոր կայսերին եւ հասել է մինչեւ մեր օրեր։ Միջնադարյան Ադրբեջանի քարտեզ։ Եվ երբ որ ստեղծվում է այդ պսևդո քարտեզը, միջնադարյան Ադրբեջան, արդեն անեկդոտ է, չէ՞, ինք իրանց այդ արտահայտությունը։ Ցանկացած ադրբեջանցի աշխարհի որ ծայրում լինի, կիսում է այդ դեբիլությունը, որովհետեւ ասում է թող տեսնեն։ Հավատան թե չեն հավատա, թող տեսնեն, միջնադարյան Ադրբեջան, բայց երբ որ դու խոսում ես իրական հայերի մասին, դու հենց հայերը, հենց հայկական ազգանունով հայերը, մենք անդադ սովոր ենք, չասել, դե դրանք հայ չեն, Էդուարդ ջան, դրանք ով ասում որ հայ չեն, ժողովուրդ, այո, հայ են։ Եվ հենց այդ հայերն են գալիս, ինչ հեքիաթներ եք պատմում, ադրբեջանցիները 20 միլիոնով, 30 միլիոնով ամբողջ աշխարհում ինչքան են դրանք, ես չգիտեմ, կիսում են միջնադարյան Ադրբեջանի քարտեզը, ես խոսում եմ ռեալ մարդկանց մասին, որոնք առանցքային փոփոխություններ են արել համաշխարհային ոչ միայն նավթարդյունաբերության, գրեթե բոլոր ոլորտներում, ինձ ասում են դու կա մասնագետը տեսնի պատասխան կտաս։ Հարցը նա չի, որ ես սրանց չեմ պատասխանում, ոչ էլ ուզում եմ պատասխանել, հարցը նա է, որ մեր ժողովուրդը ոչ իր լավը գիտեցավ, ոչ իր վատը գիտեցավ։ Մեր ժողովուրդը, սիրելի հայեր, ուզեք թե ոչ, երբևէ շուռ չտվեց այդ մեդալը, որովհետև գիտեք ինչի չէր ուզում շուռ տալ։ Մենք սովոր ենք ասել, չէ, մեդալը 2/30 ունի, բայց մենք երբեք շուռ չենք տվել հակառակ 30-ը։ Հիմա, երբ որ ես մեկու մեջ փորձում եմ այդ մեդալը թեքել, ինձ դրա համար անպատվում են, վիրավորում են,
Գիտեք ինչու չեն ուզում հայերը թեքել այդ մեդալը, որովհետև մեդալի հաջորդ երեսին, սիրելի ժողովուրդ, դուք կարդալու եք, որ ինչ որ կա դրսում, ռուս, վրացի, ադրբեջան, եվրեյ, չգիտեմ, ազգությունը կարևոր չի, ազգություններ չեմ ուզում շեշտել, ինչ փորձանքներ, որ ձեր գլխին եկել են այս իմպերիայից, այն երկրից, այն պետությունից, այս բոլորը հետևանքներն են, սակայն պատճառը մեդալի երկրորդ երեսին էր, պատճառը ներսում էր։ Ինչ փորձանք, որ եկել է գլխին, սա եկել է բումերանգի էֆեկտով, այսինքն եկել է որպես պատճառահետևանքային կապ։ Անընդհատ կշեշտենք, ասեն, տեսեք երկու ծայրահեղությունը, սա էլ ասեմ ու մենք արդեն կհանդիպենք մի քանի օրից, ասում են, ինչ ուղեղներ, տեսեք իջեր են արել, ինչ, սիրելի ժողովուրդ, այդ ուղեղները նախ պիտի այսպես արմատներ ունենան։ Հիմա տեսեք, ծառից կախված է հրաշալի մի խնձոր։ Այդ խնձորը կախված է ճյուղից։ Այդ ճյուղը կպած է ծառին։ Այդ ծառը գնում է հողի մեջ։ Այսինքն այստեղ հողի պարարտության խնդիր կա։ Բայց եւ կա նաեւ պտուղի քաղցրության խնդիրն ու այսպես ասած չես կարող դրա այդ հաշվի չնստել։ Այսինքն հողը ինչքան էլ պարարտ լինի, եթե այդ պտուղը մեղայասու դեբիլ է, ինչքան էլ պարարտ հող դաշ չի լինի, սա abstract ինչ-որ մի ժանրից է, չէ, ասենք հիմարություն կլինի մտածել, թե ասենք մի անուղեղ մեկին վերցնենք, տանենք, դնենք Ամերիկա, սա այնտեղ կդառնա մի գիտնական, որովհետև Ամերիկայի հողը պարարտ էր։ Այստեղ միշտ կա մեդալի երկու երեսը։ Այսինքն այդ պտուղն ինքն իրենից ուներ այդ քաղցրությունը եւ պարարտ հողի հաշվին կարողացավ ճյուղի վրա մնալ։ Այսինքն չի նշանակում, որ քառակուսի մետրից էր կախված այդ պտուղը քաղցր կլիներ, թե չէր լինի։ Եվ նույնը հակառակը, պտուղը քաղցր էր, բայց քառակուսի մետրը չէր տալիս այդ հնարավորությունները, ինչպես եւ Հայաստանում դրա համար էլ մենք այդ պտղի համը չէինք առնում։ Այդ նույն պտուղը պատվաստում էին ամերիկյան ծառերի վրա, հնդկական ծառերի վրա, ռուսական ծառերի վրա եւ հանկարծ դառնում էին մի հիանալի համոհոտ, ասում ենք, բա այ քեզ բան, մեր տանն էլ կա այս ծառից, բա ինչի մեր ծառի պտուղները համով չեն։ Այստեղ կա եւ պտուղի գործոնը, եւ հողի գործոնը, բայց կրկնում եմ, անկախ ամեն ինչից, պատերազմ սկսողները ընդամենը այսպես կառավարվող ֆիգուրներ են շախմատի տախտակի վրա, սիրելի ժողովուրդ, եւ սրա մասին մի օր մենք առանձին հաղորդումով կզրուցենք, իսկ կոնկրետ բնակչության թվին նայելով եւ 700,000-ը տեղավորելով այս քաղաքական, այս պոռնակության մեջ, Հիտլեր, Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, ԱՄՆ, որ թատերաբեմից շատ հեռու էր, դուք հասկանում եք, որ հայերը առանցքայինն են ֆաշիզմի դեմ պայքարում։ Եվ եթե տեղյակ չեք, ասեմ, որ Չերչիլը ինքն է իր բերանով խոստովանել, Չերչիլը ինքն է այդ մասին ասել, որ առանց հայերի մասնակցության, սա Չերչիլի խոսքերն է, չփորձեք հակառակել, բացեք, կարդացեք։ Չերչիլն ինքն էր ասել, առանց հայերի մասնակցության շատ դժվար կլիներ պատկերացնել երկրորդ աշխարհամարտի վերջը։ Եվ թե ինչ քարտեզ կլիներ աշխարհի վրա, ես չեմ կարող ասել, եթե հանկարծ հայերի մասնակցությունը հանենք, սիրելի ժողովուրդ, ճանաչեք ձեր պոտենցիալը, որ կարողանաք տարբերել ձեր բարեկամին եւ թշնամուն, իսկ մոլորակի վրա պետությունների միջև քաղաքականության մեջ գոյություն չունեն միմյանց բարեկամ երկրներ, բարեկամական Ֆրանսիա, բարեկամական գոյություն ունեն զուտ քաղաքական շահեր, իսկ քաղաքական շահ հետապնդում է ոչ թե մի հոգին, այլ ողջ պետությունը, եւ պետությունը կարող է քաղաքական շահը այսպես առաջ տանել միայն մի դեպքում, եթե Սողոմոնի բառերով ասում էր երկրիս առավելությունը նրանում է, եթե թագավորը նվիրված է իր ժողովրդին։
Մնացած հետևությունները թողում եմ ձեզ։ Լավ մնացեք, հանդիպենք շուտով, ստեսություն։